Վերադառնալով Վաշինգտոնում կայացած Խաղաղության խորհրդի գագաթնաժողովից, այդ խորհրդի առաջին գագաթնաժողովից, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել, թե վերադառնում է խաղաղության ավելի մեծ վստահությամբ։ Հարց է առաջանում, թե ինչ է տեղի ունեցել Վաշինգտոնում, որ Նիկոլ Փաշինյանն արտահայտում է խաղաղության ավելի մեծ վստահություն։ Գոնե հրապարակային իմաստով այնտեղ տեղի չի ունեցել որևէ բան, որը անմիջականորեն առնչվում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև այն այսպես կոչված խաղաղությանը և այդ գործընթացին, որի մասին Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ինչ-որ պատկերներ է ներկայացնում Հայաստանի հանրությանը, էլեկտորատին, անկասկած դա դիտարկելով որպես իր նախընտրական քարոզչության և մարտավարության ողնաշարային հանգամանք։ Նիկոլ Փաշինյանն, ինչպես հայտնի է, իրեն և բացառապես իրեն ասոցացնում է խաղաղության հետ, իսկ մնացյալ ընդդիմադիր ուժերին այդ խաղաղությանը սպառնացող իբրև թե ինչ-որ վտանգի հետ։ Եվ ահա այս համատեքստում, կրկնեմ, հարց է առաջանում, թե ինչ է տեղի ունեցել Վաշինգտոնում, որ Նիկոլ Փաշինյանին խաղաղության հանդեպ ներշնչել է ավելի մեծ վստահություն։ Գոնե հրապարակային իմաստով այնտեղ տեղի է ունեցել ընդամենը այն, որ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ձեռքսեղմումով են աչքի ընկել Դոնալդ Թրամփի հերթական առաջարկով և հերթական ելույթի շրջանակում։ Թրամփը, ինչպես միշտ, խաղաղության ինչ-որ վիճակագրություն է ներկայացրել 7 թե 8 հաստատած խաղաղությունների մասին և հերթական անգամ կենտրոնացել է միայն Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության վրա կամ այսպես կոչված խաղաղության վրա, ընդ որում ներկայացնելով հերթական անգամ, որ ընկեր է դարձրել Փաշինյանին ու Ալիևին։ Ու տպավորություն է, թե այս ընկերությունը յուրօրինակ համույթ է, որն ուղեկցում է Դոնալդ Թրամփի հրապարակային ճառերը խաղաղության մասին, որպես այդ խաղաղության, այսպես ասած, իրեղեն ապացույց։ Ճակերտավոր իրեղեն ապացույց, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք և ինչպես բազմաթիվ անգամներ դիտարկել ենք, այդ խաղաղությունը ոչ թե հաստատված խաղաղություն է, այլ Հայաստանին պարտադրվող խաղաղություն։ Վերստին ինչ է տեղի ունեցել Վաշինգտոնում, հատկապես եթե դիտարկենք, որ Վաշինգտոնյան գագաթնաժողովը չէր առնչվում Կովկասին և այնտեղ քննարկվել են Գազային վերաբերող հարցեր։ Ընդ որում այստեղ շատ ուշագրավ մի պատկեր կա Ադրբեջանի վերաբերյալ։ Դոնալդ Թրամփը գագաթնաժողովի ընթացքում թվարկել էր մի քանի երկիր, այդ թվում Ադրբեջանի անունը տալով, որ նրանք պատրաստ են 7 միլիարդ դոլարի ներդրում կատարել կամ 7 միլիարդ դոլարի նախաձեռնությամբ աջակցել Գազայի վերականգնմանը։ Գագաթնաժողովին այդ 7 միլիարդի մասին և տալով նաև Ադրբեջանի անունը հայտարարել էր Դոնալդ Թրամփը։ Գագաթնաժողովից հետո գրառում է անում Իլհամ Ալիևի ոչ անհայտ օգնական Հիքմեթ Հաջիևը, ասելով, թե սխալ է այն, որ Ադրբեջանը միանում է այդ 7 միլիարդ դոլարի նախաձեռնությանը։ Ադրբեջանը դրան չի միանում։ Փաստացի Բաքուն հայտարարում է, որ Դոնալդ Թրամփը սխալ տեղեկություն է ներկայացրել գագաթնաժողովի ընթացքում։ Սա կարծում եմ պարզապես դրվագ չէ, պարզապես թյուրիմացության դրվագ չէ։ Ինչու է Դոնալդ Թրամփը տվել Ադրբեջանի անունը, որովհետև անընդհատ վարժվել է իր ելույթներում Հայաստան-Ադրբեջան ասելով, այդ դեպքում ինչու չի նշել Հայաստանի մասին։ Կարծում եմ Դոնալդ Թրամփը այդ շարքը, երկրների շարքը ներկայացրել է որպես նախնական համաձայնության մի պատկեր։ Այլ կերպ ասած, ԱՄՆ նախագահի ելույթի մեջ ամրագրված է եղել ինչ-որ նախնական համաձայնություն, բայց որի վերաբերյալ դիցոք Ադրբեջանի մասով թերևս չի եղել ամբողջական համաձայնության պատկեր։ Այլ կերպ ասած, Ադրբեջանը հրաժարվում է 7 միլիարդի այդ ծրագրին միանալուց, որովհետև բավարարված չի զգում իր բոլոր ակնկալիքների մասով։ Եվ նաև կարող ենք դիտարկել հնարավորություն, որ այն նախնական համաձայնությունը, որը հայտնվել է Թրամփի ելույթում, քննարկվել է Ջեյ Վենսի Հայաստան և Ադրբեջան այցերի ընթացքում, բայց այն փաստորեն մինչև փետրվարի 19-ը չի ամբողջացել և Ադրբեջանը գագաթնաժողովից հետո հայտարարում է, որ Թրամփը սխալ տեղեկություն է տարածել։ Մեկ այլ որոշակի կուրիոզ իրավիճակ կապված է եղել Բելառուսի հետ։ Թրամփը նաև Բելառուսին էր հրավիրել մասնակցել այդ խաղաղության խորհրդին, Բելառուսը տվել էր իր համաձայնությունը դեռևս հունվարին, բայց այս գագաթնաժողովի վերաբերյալ նշել էր, թե կմասնակցի արտգործնախարարության մակարդակով։ Բայց Բելառուսի արտաքին գործերի նախարարությունն էլ իր X-ի միկրոբլոգում գրառել էր, որ ամերիկացիները վիզա չեն տվել, թեպետ իրենք կատարել են բոլոր անհրաժեշտ պրոցեդուրաները։ Ստացվում է իսկապես հետաքրքիր պատկեր, հրավիրում են
Բելարուսին մասնակցել Վաշինգտոնյան գագաթնաժողովին, բայց չեն տալիս վիզա։ Սա ևս մեկ անգամ վկայում է, թե ընդհանրապես իրենից ինչ է ներկայացնում Դոնալդ Թրամփի այս նախաձեռնությունը։ Վերադառնալով Հայաստանին եւ Ադրբեջանին եւ այն խաղաղությանը, որի հանդեպ ավելի մեծ վստահությամբ է վերադառնում Նիկոլ Փաշինյանը համաձայն իր գրառման։ Այստեղ դարձյալ հիշենք Վենսի այցը ռեգիոն եւ Երևանում նրա արած բացահայտ աջակցող հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի վերընտրության վերաբերյալ։ Ջեյ Դի Վենսը Հայաստանում դե ֆակտո ուղիղ միջամտելով Հայաստանի ներքին գործերին հայտարարեց, որ իրենք ուզում են տեսնել Նիկոլ Փաշինյանի վերընտրություն եւ ուզում են տեսնել այն քաղաքականության շարունակություն, որ վարում է Նիկոլ Փաշինյանը։ Այդ խաղաղության անունը, ինչպես հայտնի է, դրված է խաղաղություն, թեպետ կրկնեմ, դա այլ բան չէ, քան պարզապես Հայաստանին խաղաղության պարտադրում Ադրբեջանի եւ Թուրքիայի պատկերացումներով եւ պայմաններով։ Հետևաբար հարց է առաջանում. այս խաղաղության մասով է Նիկոլ Փաշինյանը ստացել վստահության լրացուցիչ պաշար, այլ կերպ ասած, վստահության լրացուցիչ պաշար Հայաստանում ընտրական գործընթացում իրեն աջակցելու իմաստով։ Վաշինգտոնում տեղի են ունեցել դրա վերաբերյալ քննարկումներ, որոնք հավելյալ վստահություն են ներշնչել Նիկոլ Փաշինյանին։ Թե սա պարզապես հոգեբանական մեսիջ է իր թիմին, որը կարծես թե գտնվում է ոչ այնքան բարվոք հոգեբանական վիճակում, ինչի արտացոլումն էին նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակի վերաբերյալ այն կրքերը, որ ձևավորվել էին կամ արտահայտվել էին ներկուսակցական ընտրության կամ պայմանական, եթե ասենք, ներկուսակցական ցուցակային պրայմերիզի ընթացքում։ Դրա մասին մամուլը շատ է գրել եւ չարժե վերաշարադրել, եւ այստեղ պարզապես հերթական անգամ դրսեւորվել է, որ իշխանության ներսում իրավիճակը եւ, ինչպես ասում են, առավոտները այնքան էլ խաղաղ չեն։ Հետեւաբար հնարավոր է Նիկոլ Փաշինյանը իր դիրքերի լրացուցիչ ամրության եւ նաեւ թիմին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով Վաշինգտոնից վերադառնում է այդ բազմիմաստ ակնարկով, թե խաղաղության ավելի մեծ վստահությամբ է իր վերադարձը, այլ կերպ ասած, հնարավոր է ավելի մեծ աջակցությամբ։ Բայց բոլոր դեպքերում այստեղ հարց կառաջանա, իսկ ինչի դիմաց կարող էր Նիկոլ Փաշինյանը ստացած լինել այդ ավելի մեծ աջակցությունը, ավելի մեծ վստահությունը, ինչ գնով կարող էր նրա մոտ առաջացած լինել այդ խաղաղության նկատմամբ ավելի մեծ վստահությունը։ Կրկնեմ, խաղաղություն, որը իրականում խաղաղություն չէ, այլ խաղաղության պարտադրանք Հայաստանին։